Սիրելի հեռուստադիտողներ, շարունակում ենք հաղորդումը։ Շարունակում ենք խորհուրդ ծնողներին էջով, մինչ մեր հյուրին ներկայացնելը ցանկանում եմ հիշեցնել, որ հաղորդման այս հատվածի մեր գործընկերն է բելգիական Ontex ընկերությունը իր Cambebe ապրանքարիշով։ Բնական կոնցեպտով պատրաստված Cambebe տագնիները չեն պարունակում պարաբեն, օծանելիք եւ այլ գրգռող նյութեր, ապավելով ձեր փոքրիկի երկարատև քունը։ Այսօր խոսենք աղիքային վարակներից մեկի սալմոնելոզի մասին, որը փոխանցվում է սննդի միջոցով եւ կարող է հանդիպել տարբեր պայմաններում, հատկապես սննդի պահպանման եւ պատրաստման կանոնների խախտման դեպքում։ Ինչպես այն առաջանում, որոնք են առաջին ախտանշանները եւ ինչպես պաշտպանվել այս վարակից հատկապես երեխաների դեպքում։ Այս եւ այլ շատ կարեւոր հարցերի շուրջ այսօր կզրուցենք ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի մանկական բաժանմունքի վարիչ, բժիշկ վարակաբան Անահիտ Առաքելյանի հետ։ Ողջույն բժշկուհի, շնորհակալ ենք մեր հրավերն ընդունելու համար եւ շատ ուրախ ենք ձեզ տեսնել մեր տաղավարում եւ սկսենք առաջին իսկ հարցից, ինչ է սալմոնելոզը եւ ինչպես է այն հանդիպում, փոխանցվում երեխաներին։ Սալմոնելոզը սուր աղիքային վարակ է, որի հարուցիչը սալմոնելա տեսակի բակտերիաներն են, փոխանցվում է կենցաղ կոնտակտային եւ սննդային կամ ալիմենտար ճանապարհով, հիմնականում պատճառը աղտոտված ջրերի, սննդամթերքից ուզում եմ առանձնացնեմ թռչնամիսը, ձուն, կատնամթերքը, զանազան սոուսներ, կրեմներ, փոխանցումը տեղի է ունենում ոչ ճիշտ ջերմային մշակման դեպքում, նույն թռչնամսի, եթե հավի մսի մասին է խոսքը, եթե ոչ ճիշտ ջերմային մշակման ենթարկվի միսը, որը ունի արդեն սալմոնելա տեսակի բակտերիաներ, իհարկե նա կարող է հարուցել հիվանդությունը։ Ձվի դեպքում ուզում եմ ծնողներին եւս խորհուրդ տալ օգտագործումից անմիջապես առաջ ձուն լվանալ, ոչ թե խանութից բերելուց հետո, քանի որ երբեմն սալմոնելան լինում է ոչ թե ձվի մեջ, այլ կեղևի վրա, կեղևի մակերեսին եւ այդ իսկ ճանապարհով մենք կարող ենք կանխել վտանգը։ Հիմնական կլինիկական նշաններն են սալմոնելոզի բարձր ջերմությունը, երբեմն դողով, սարսուռով, փսխումներ, լուծ, շատ բնորոշ է կանաչ գարշահոտ կղանքը, որը ուղեկցվում է որովայնի արտահայտված ցավերով երեխաների մոտ եւ ընդհանուր արտահայտված ինտոքսիկացիայի երևույթներով։ Ինչպես տարբերակել օրինակ սալմոնելոզը սննդային սովորական թունավորումից։ Սննդային տոքսիկոինֆեկցիաների պատճառը հենց բակտերիաների կողմից արտազատված տոքսիններն են եւ սովորաբար տոքսիկոինֆեկցիաների դեպքում սկիզբը լինում է շատ ավելի սուր եւ գերակշռում է փսխումային համախտանիշը, փսխումները ավելի շատ են լինում եւ սկզբնական շրջանում լուծ չի լինում։ Եվ ընդհանուր հիվանդության տևողությունը տոքսիկոինֆեկցիաների դեպքում ավելի կարճ է, քան սալմոնելոզի կամ այլ աղիքային վարակների դեպքում։ Այ որոնք են այդ սննդամթերքները ամենավտանգավոր, որոնք կարող են պատճառ դառնալ այս վարակիչ հիվանդության առաջացման համար։ Կոնկրետ սալմոնելոզի դեպքում ես ինչպես նշեցի, դա ձուն, հավի միսը, կատնամթերքը, թխվածների արտադրամասերում ոչ ճիշտ ջերմաստիճանային պայմաններում պատրաստված կրեմները եւ ոչ ճիշտ ջերմաստիճաններում պահպանելու երևույթը, այսպես ասած, կարող է նպաստել միկրոբի բազմացմանը եւ արդեն աղտոտված սնունդը ուտելով իհարկե երեխայի մոտ կարող է դրսևորել վերոհիշյալ գանգատները, ինչը որ ես արդեն նշեցի։ Այ ինչ անեն ծնողները առաջին ախտանշանների ի հայտ գալու դեպքում մինչ բժշկին դիմելը։ Տեսեք, կարող է ընթանալ թեթև, միջին ծանրության եւ ծանր ընթացքով, թեթև ձևերի դեպքում ինքնալավացում կարող է լինել, այսինքն 1-2 անգամ երեխայի մոտ կարող է լինել լուծ եւ դա տնային պայմաններում կանխարգելել հնարավոր է առատ հեղուկներով, ճիշտ սնունդով, դիետայի պահպանումով։ Հարմար առիթ է նաև նշեմ, որ բոլոր աղիքային վարակների դեպքում իհարկե կարևոր դեր ունի դիետայի պահպանումը եւ մենք բացառում ենք կատնամթերքը այս դեպքում, այ ինչու։ Քանի որ աղիքային վարակների դեպքում լինում է լակտազային անբավարարություն, դա կարճատև process է, որը վերականգնվում է իհարկե եւ ամեն անգամ նոր կատնամթերք երեխան թեկուզ մի փոքր չափաբաժին օգտագործելով, դա կարծես պրովոկացիա է անում եւ լուծը ավելի շատանում է եւ երկար է տևում։ Զուտ կատնամթերքը պետք է բացառել։ Իսկ միջին ծանրության եւ ծանր դեպքերում, ինչպես նաեւ ավելի փոքր տարիքի երեխաների դեպքում խիստ անհրաժեշտ է գտնվել հսկողության տակ, առավել եւս երբ կղանքում մայրը նկատում է արյուն։ Դա եւս բնորոշ է սալմոնելոզային վարակին, բայց արյան դեպքում էլ ավել վտանգավոր է, քանի որ այս դեպքում պետք է բացառել նաեւ այլ հիվանդություններ, նույն էշերիխիոզը, որը կարող է վտանգի պատճառ լինել երեխայի համար եւ բարդություններ առաջացնել, ինչպիսին է հեմորագիկ ուրեմիկ համախտանիշը, այդ իսկ պատճառով պետք է գտնվել հոսպիտալացման մեջ, երեխան պետք է հոսպիտալացվի եւ հետազոտությունները պատշաճ կատարվեն։ Խոսենք բարդությունների մասին, որոնք են ամենահաճախ հանդիպող բարդությունները, հատկապես փոքր տարիքի երեխաների մոտ։
Մինչև 1 տարեկան երեխաների մոտ է առավել շատ դիտվում բարդություններ, այ ինչու, քանի որ իրենք շատ զգայուն են եւ անգամ 1-2 անգամ փսխելը, լուծելը երեխայի համար կարող է լինել վտանգավոր, քանի որ լինում է ջրազրկում եւ տևական այդ կորուստները կարող են բերել հիպովոլեմիայի եւ հիպովոլեմիկ շոկի։ Իսկ առհասարակ սալմոնելոզի դեպքում առավել եւս եթե լինում է կղանքարյունային բարդություններ կարող է զարգանալ անգամ մինչև աղու պերֆորացիա, պատի վնասումը, երբեմն ծնողները չգիտես ինչու դիմում են համացանցի օգնությանը կամ հարևանի օգնությանը եւ սխալ դեղորայք են ընդունում։ Ես դեղորայքը չեմ նշի իհարկե, բայց կա դեղորայք, որը ցուցված է միայն ճամփորդելու ժամանակ ֆունկցիոնալ բնույթի լուծերի դեպքում եւ այս դեպքում երբ պատճառը ինֆեկցիոնն է եւ օգտագործում են նման դեղորայք, դա ճիշտ է կանգնեցնում է լուծը, բայց այդպես իսկ վնասելով երեխային, քանի որ տոքսինները մնում են օրգանիզմում, առաջացնում են տեղային բորբոքումներ եւ երբեմն մենք ունենում ենք նաեւ վիրաբուժական բարդություններ։ Եվ ինֆեկցիոն լուծերի դեպքում առավել եւս սալմոնելոզի դեպքում անմիջապես պետք չի դադարեցնել լուծը եւ ընդհակառակը ավելի լավ է որ երեխան 2-3 օր ունենա լուծ եւ այդ իսկ կերպ դեզինտոքսիկացիայի միջոցով տոքսինները օրգանիզմից դուրս գան։ Եվ սեպսիս կարող է լինել փոքր երեխաների մոտ, երբ որ ընթացքը գեներալիզացված է լինում, այսինքն պրոցեսի մեջ ներգրավում են հոդերը, ոսկրերը, այս դեպքում եւ բակտերիաները կարող են անցնել արյան մեջ, դա արդեն որակվում է որպես սեպսիս եւ իհարկե դա եւս խիստ ցուցում է հիվանդանոցում գտնվելու։ Եվ վերջում իհարկե ձեր խորհուրդը մեր ծնողներին։ Առհասարակ ծնողներին ուզում եմ խորհուրդ տալ այն ամենը, ինչը որ հնարավոր է լվանալ, պետք է հոսող ջրի տակ 2-3 րոպե անպայման լվանալ, մսամթերքը, կատնապընթերքը մի փոքր ավել պետք է ենթարկել ջերմային մշակման եւ իհարկե անձնական հիգիենայի կանոնները փոքրուց երեխաներին սովորացնել, ձեռքերի լվանալը եւ մյուս հիգիենայի կանոնները, որպեսզի զերծ մնալ նման խնդիրներից։ Եվ դրսում շոկ եղանակներին իհարկե աղցաններից փորձել խուսափել կամ գոնե այնպիսի սնունդ ուտել, որը որ չի ակում այլ զանազան սոուսներ կամ կատնամթերքով որևիցե հավելումներ, քանի որ շոկ պայմաններում ավելի արագ են բազմանում կատնամթերքում բոլոր տեսակի ինֆեկցիաները եւ առավել եւս սալմոնելաները։ Անչափ շնորհակալություն բժշկուհի այս կարևոր թեմայի վերաբերյալ այսչափ հետաքրքիր ներկայացնելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Սիրելի հեռուստադիտողներ, հիշեք, սննդային հիգիենայի պարզ կանոնների պահպանումը սկսած մթերքի ճիշտ ընտրությունից մինչև պահպանման եւ պատրաստման պայմանները կարող են կանխել նման վարակների առաջացումը։ Առաջին ախտանշանների դեպքում կարևոր է ճուշացնել եւ դիմել բժշկի, հատկապես եւ խոսքը երեխաների առողջության մասին է։ Հետևեք ձեր եւ ձեր ընտանիքի առողջությանը եւ մի մոռացեք տեղեկացված լինելը լավագույն պաշտպանվելու միջոցներից է։ Հիշեցնեմ, որ հաղորդման այս հատվածի մեր գործընկերն է նաեւ բելգիական Ontex ընկերությունը իր Cambebe ապրանքանիշով։ Cambebe տակդիների բարակ մակերեսը հարստացված է վիտամին E-ով, հալվեի, ձիթապտղի եւ երիցուկի էքստրակտով, որը կպաշտպանի ձեր փոքրիկի զգայուն մաշկը, ապահովելով առողջ քուն։ Իսկ այժմ խոսքս փոխանցում եմ իմ գործընկերուհուն։